Շատ լավ։ Իսկ այսօր գնայինք, թե ինչ է սպասում մեզ բոլորիս հաջորդ շաբաթ մարտի 20 ներողություն, մայիսի 24-ից 30-ը բոլոր նշանների համար։ Բայց մինչև սկսեմ կարտեր նայելը, ուղղակի ուզում եմ մի նուրբ թեմայի անդրադառնալ հարգելներս։ Ինձ մեկ-մեկ կոմենտներով գրում են իմ համար, իմ կյանքի համար, իմ ապագայի համար կնայեք։ Հարգելներս, որ ասում եք իմ, այդ դառնում է անհատական։ Ես այստեղ անհատական չեմ նայում։ Այս ալիքը բոլորի համար է, բոլորի համար եմ նայում։ Բացի դրանից անհատական ես չեմ կարող ձեր համար պատրաստված վիդեոն ձեր անձնական հարցերի շուրջ այսպես բոլորին ցույց տնել, այդպես ուղղակի չի կարելի։ Ձեր համար անհատական արված վիդեոն միայն դուք կարող եք տեսնել։ Դրա համար պետք է ինձ հետ անհատական կապվել։ Ես բացատրություններում, բացատրական մասում այս վիդեոյի տեղադրել եմ, ինչպես կարելի է ինձ հետ անձամբ կապվել, միայն email-ի միջոցով եւ ոչ թե կոմենտներում գրելով։ Այդպես, երկրորդը, երբ որ ասում եք ապագայի համար, իմ ապագան այդպես շատ, ոնց ասեմ, վեհ հասկացողություն է, որտեվ անհասկանալի ապագան, վաղն էլ է ապագա, 2 շաբաթ հետո էլ է ապագա, 4 ամիս հետո, 20 տարի հետո էլ ապագա է, դուք ինչ ապագայի մասին եք խոսում, որովհետև ես չեմ կարող, էլ եմ ասել, կարտերը ցույց չեն տալիս 2-3 շաբաթից հետո պատմություն, որը իրադարձություններ, որտեվ փոխվում է ժամանակի ընթացքում 2-3 շաբաթվա մեջ ինչ-որ ցիկլ է փոխվում եւ կյանքում էլ իրադարձությունները փոխվում են։ Ինֆորմացիան այսօր կարող է 2 շաբաթ հետո լինել տարբեր, նույն մարդու նույն նշանների համար։ Դրա համար ինչու ենք ամեն շաբաթ նայում ինչ է մեզ սպասում, որտեղ շաբաթից շաբաթ կարող է ինֆորմացիա փոխվել։ Ես ամեն օրվա զոդիակի նշանների համար չեմ նայում, որովհետև չեմ հավատում, որ ամեն օր շատ բան փոխվում է բոլորիս կյանքում։ Իսկ շաբաթվա ընթացքում այո, փոխվում է, ամսվա ընթացքում առավել եւս։ Դրա համար, այսինքն ապագան դուք պետք է ձեզ համար պարզեք, ինչ ապագայի մասին է խոսքը։ Այսինքն եթե ապագայի համար եք նայում, շատ հեռու ապագայի մասին եք մտածում, անհատականն էլ չի օգնելու, ձեզ չի տա ինֆորմացիան, որ ձեզ պետք է։ Մյուս կողմից, երբ մարդիկ ինձ տալիս են իրենց զոդիակի նշանը, ծննդյան օրը, թեման, ինչ են ուզում նայեմ, հարգելներս, ես տելեպատիկ ուժեր չունեմ, պայծառատես չեմ, ես իմ տանը նստած հեռվից հեռու ձեր մասին ինֆորմացիա ոնց կստանամ, կարտերով ոնց կարող եմ ձեր մասին կոնկրետ նայել։ Դրա համար պետք է անհատական շփում, այսինքն կոնտակտ, որ ձեզնից էներգիա ստանամ։ Այդ դեպքում ձեր զոդիակի նշանն էլ ինձ համար կարևոր չէ։ Հասկանում եք, այսինքն ես իմ տանը նստած չեմ կարող հեռվից հեռու մարդուն, որ չեմ ճանաչում, չեմ տեսել երբևէ, ես իր կյանքի պատմությունը կարտերով տեսնել։ Այդպես ուղղակի չի աշխատում։ Կարտերը այդպես ինֆորմացիա ցույց չեն տալիս։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում առյուծներին հաջորդ շաբաթ։ Մայիսի 24-ից 30-ը։ Ինչ է սպասվում առյուծներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք եւ ֆինանսներ։ Շատ լավ կարտ եմ տեսնում։ Սա ընտանիքի կարտն է նաեւ աճի։ Ինչ որ հարաբերություններում ես տեսնեմ կարտերը կարողանամ ավելի լավ բացատրել, ինչ որ առաջ խաղացում կլինի, ինչ որ հարցերում, անձնական հարցերում, եթե երեխաները, չգիտեմ, երիտասարդները հանդիպում էին, կզգան, որ իրենց զգացմունքները լրջանում են, պարզապես ընկերությունից անցնում են սեր, մեծ սիրո մասին չի էստեղ խոսքը, ուղղակի մի քիչ ավելի դեպի, այսպես ասեմ, զարգացում կլինի, այսպես ասեմ, հարաբերություններում առաջ խաղացում կլինի, աշխատանքում կարող է լինել առաջ խաղացում, ֆինանսներում կարող է լինել աճ։ Ծառը նաև նշանակում է ընտանիք եւ առողջություն։ Այսինքն ընտանիքում ջեր նորմալ շատ մարդկային շատ գեղեցիկ հարաբերություններ են, նաև դուք երևի տրամադրված կնեք շատ ժամանակ անցկացնել հաջորդ շաբաթ ձեր ընտանիքի հետ հարգելի առյուծներ եւ շատ հաճելի ժամանակ անցկացնեք ընտանիքի հետ։ Իսկ եթե առողջության հետ կապված լինի, առողջությունն էլ կունենա առաջ խաղացում։ Առյուծներ, ովքեր ինչ առողջական խնդիրներ ունեին կամ ինչ որ մի քիչ իրենց լավ չէին զգում վերջերս, հաջորդ շաբաթ առողջության համար էլ կլինի շատ ավելի բարենպաստ ժամանակ։ Անձնական հարցերում տեսնում եմ մատանի։ Մարդիկ կլինեն, որ կուզեն ամուսնանալ, կամ կխոսեն ամուսնության մասին, կամ կնշանվեն, կամ կոնկրետ կարող են առաջարկություն անել, բնականաբար տղաները աղջիկներին։ Տեսնենք։
Անձնական հարաբերություններում առաջինը մտքովս դա է անցնում, ինչ որ խոսակցություն ամուսնության մասին։ Նորից խառնեմ, խառնվեցին կապերն իրար։ Տեսնենք ինչ է կատարվում առույցների անձնական հարաբերություններում։ Օ։ Տեսեք։ Սա նորության կարտն է։ Սա նորության կարտն է։ Տեսեք, նախ, դու տեսեք, հեսա ես փորձեմ կարտերը բոլորը միացնել։ Ընտանիքում ասեցի կլինի, չէ, շատ հաճելի ժամանակ անցկացնեք ընտանիքում եւ առաջ խաղացում, չէ։ Եթե սա վերագրենք ընտանիքում ինչ որ դե առաջ խաղացում չի կարելի է դեպքում ասել։ Ընտանիքում կլինի ծառը, ընտանեկան ծառը մեծանում է, այսինքն այստեղ ամուսնական զույգը պարզում է, որ իրենք երեխա են սպասում։ Տեսեք, արևը, սիրտը, երջանիկ, ուրախ մարդիկ հասկանում են, ինչ որ մեկը ընտանիքում պարզում է, որ իրենց ընտանիքում երեխա է ծնվելու եւ մարդիկ շատ այսպես ուրախ ու երջանիկ, աստված դա բոլորի ընտանիքում այդ երջանկությունը լինի։ Դա կարող է լինել ընտանիքից, այսինքն ձեր ընտանեկան ծառը մեծանում է, որովհետեւ ձեր ընտանիքում երեխա է ավելանալու։ Մյուս կողմից նորություն կարող է լինել երեխայով, այսինքն էլի սիրարված զույգերը, ախր կարտերն իրենք ամեն ինչ ասում են, տեսեք, զույգերը ուզում են ամուսնանալ, սիրում են իրար եւ ընտանիքին ասում են մենք որոշել ենք ամուսնանալ։ Սա կարող է լինել այդ դեպքում նորություն։ Ընտանիքում նորություն, արև եւ շատ այսպես տուզ այստեղ տեսնում եմ շատ գեղեցիկ կարտեր են։ Առույցները, ովքեր սիրո թեմայով խոսակցություններ կունենան կամ երեխա են ունենում ընտանիքում աճ է լինում կամ որոշել են ամուսնանալ, նշանվել, շատ գեղեցիկ է։ Ամեն դեպքում դուք ձեզ շատ երջանիկ կզգաք, հարգելի առույցներ, ովքեր ունեն այսպիսի չգիտեմ, իրավիճակ ընտանիքում կամ անձնական հարցերում շատ գեղեցիկ էր։ Աշխատանքում կլինեն շատ խոսակցություններ, բանակցություններ։ Օրինակ, եթե աշխատանք եք փնտրում, հարցազրույցերի եք գնում, երևի թե շատերի հետ կզրուցեք, շատ դրական եմ տեսնում զրույցերը, բայց շատ հարցազրույցերի կգնաք, շատ մարդկանց հետ կշփվեք։ Եթե դուք հաճախորդների հետ եք աշխատում, չեմ կարող ասել ինչ գործակալ եք, օրինակ հեռախոսի վրա շատ աշխատում են մարդիկ, որոնք հաճախորդներին սպասարկում են, միգուցե չեմ կարող ասել, բայց շատ խոսակցություններ կլինեն աշխատանքի վայրում, անընդհատ շփման մեջ կլինեք մարդկանց հետ, գոլեգաների հետ, թե ձեր հաճախորդների հետ, չեմ կարող ասել, տեսնենք, ինչ կարող ենք մանրամասնել։ Աշխատանքի վայրում հաջորդ շաբաթ։ Ես չեմ ուզում շատ կարտեր հանել, բայց տեսնենք։ Մի քիչ շատ եմ տեսնում ղարղար խաչ։ Կարող եմ ասել, որ խոսակցություններ, այո, անպայման խոսակցություններ լինելու են, բայց չեմ կարող ասել ինչի իրենք առույցները կհասկանան, ովքեր ինչ հարցերով զրուցում են, բայց սա երևի թե հաճախորդների հետ զրուցել չէ, հարցազրույցեր կարող է լինել, որտեղ տեսնում եմ խաչի 9-ով աշխատանքի առաջարկություն։ Սկսենք սկզբում։ Չեմ կարող ասել ինչու, բայց որոշ առույցների համար ինչ որ կասկածներ, ինչ որ անհանգստություններ կան աշխատանքի հետ կապված, բայց ես չեմ տեսնում, որ ձեզ աշխատանքից հեռացնում են, դուք աշխատանք կորցնում եք, ավելի հավանական է, եթե դուք որոշել եք աշխատանքից դուրս գալ, ուղղակի անհանգիստ եք, ճիշտ եմ անում, սխալ եմ անում, լավ կլինի, վատ կլինի, իրականում շատ լավ նպատակի համար, չեմ կարող ասել ինչու, բայց դուք եք ուզում եք ինչ-որ բան փոխել ձեր կյանքում, ավելի կայուն, ստաբիլ ինչ-որ չգիտեմ, գործունեություն եք ուզում ծավալել եւ մի քիչ վախերով, կասկածներով, բայց իրականում դուք ձեզ համար կարծում եմ որոշում կայացել եք, ծաղիկներով կարող եմ ասել, սա ավելի չէ, ես կարծում դուք ամեն դեպքում կայուն վստահ, դուք վստահ եք ձեր որոշման վրա։ Առաջարկություն է, չեմ կարող ասել ձեզ ել ով ինչ առաջարկություն է անում։ Բայց ինֆորմացիա կամ այսպես կարող եմ ասել, դուք որոշել եք ձեր աշխատանքը փոխել, հա, ինչ որ չգիտեմ, հին աշխատանքը ձեզ այլևս չէր բավարարում, դուք որոշել եք մի նոր կայուն աշխատանք, միգուցե ժամանակավորապես աշխատում եք, չէ՞, թե սեզոնային աշխատանքներ կան, նմանատիպ կարող է ինչ որ գործ է եղել։ Հիմա ուզում եք ավելի ստաբիլ, կայուն, սովորական, բայց կայուն աշխատանք
եւ առաջարկություն կա, ուղղակի առաջարկությունը արել են, բայց ինչ որ վերջնական հաստատումը ուշանում է, նամակ եք սպասում։ Կարող եմ ասել հաջորդ շաբաթ փոփոխություն կլինի, բայց ես էլի չեմ տեսնում փոփոխությունը կլինի դրական թե բացասական, չեմ կարող ասել։ Կարող եմ ասել փոփոխություն կլինի, որովհետեւ կարտեր շատ հանեցի, չեմ ուզում։ Այստեղ նորից տեսնում եմ ընտրության կարտը, որ դուք ընտրության առաջ կանգնած կլինեք հաջորդ շաբաթ, ինչը նշանակում է, որ դեռ անորոշ է։ Խոսակցություններ կլինեն, աշխատանքի հետ առաջարկություններ կլինեն, բայց վերջնական հաստատում, որ դուք նոր աշխատանք, եթե նոր աշխատանքի եք տեղավորվել եք թե չէ, գործ առաջարկում են կոնկրետ գործ առաջարկում են թե չէ, չեմ կարող ասել։ Շատ այսպես անհասկանալի է մի տեսակ վերջնական պատասխան չի երևում։ Բայց բավականին, չգիտեմ, մարդկանց հետ կշփվեք, կզրուցեք։ Ֆինանսները շատ կայուն են, դուք ֆինանսական խնդիրներ չունեք։ Շատ ձեզ այսպես հարմարավետ եք զգում։ Ես այստեղ տեսնում եմ, որ դուք աշխատանք ունեցել եք։ Տեսա ում որ չէր վերաբերվում, հա, աշխատանքի փոփոխություններ, եթե դուք չունեք, այն առույցներ, ովքեր շատ ստաբիլ, նորմալ, կայուն աշխատանք ունեն, այդ փոփոխությունները իրենց չէր վերաբերում, գործից դուրս չեն գալիս, իրենք այսպես աշխատավարձ ունեն, այսինքն բոլոր դեպքերում էլ առույցների դեպքում տեսնում եմ, որ մարդիկ ստաբիլ ինչ որ գումարներ տուն գալիս է, իրենք ֆինանսական խնդիր չունեն, շատ իրենց հարմարավետ են զգում իրենց ֆինանսներում։ Միգուցե շատ մեծ գումարներ չեն, խաչի 10 աշխատավարձի չափ, այսինքն մեծ խոշոր գումարներ չեմ տեսնում, բայց ամեն դեպքում ինչ որ գալիս է, ձեզ բավարարում է։ Տեսնենք էլ ինչ կասեն կարտերը ֆինանսների մասին։ Հիշում եք արչն էի տեսնում, որ բավականին ստաբիլ, բավականին ձեզ լավ եք զգում, ասում շատ մեծ գումարներ չեմ տեսնում, մեծ խոշոր աշխատավարձ գումարներ չեք ստանում, ինչ որ ձեզ այսպես մշտապես գալիս է եկամուտը, շատ մեծ գումար չէ, բայց եւ դա խնդիր է, միգուցե ձեզ ավելին է պետք։ Ես չեմ կարող ասել, որտեղ ծախսեր կան, ինչ որ ծախսեր են առաջանում լրացուցիչ եւ դա ձեզ համար խնդիր է, որտեղ ձեր գումարները չեն բավականացնում։ Ես տեսնում եմ ինչ որ լուր է գալիս։ Ինչ որ լուր է գալիս, ինչ որ չեմ կարող ասել, ինչ նորություն եք լսում, ինչ եք լսում, որը ձեզ բարկացնում է, որովհետև ըստ երևույթին ինչ որ ֆինանսական ծախսեր են առաջանում։ Ես տեսնում եմ այստեղ կին էլի կին, ես չեմ կարող ասել, ինչ որ կնոջ հետ կապված, ինչի մասին է խոսքը, ինչ ծախսերի մասին է խոսքը, ենթադրություններ չեմ ուզում անել։ Բայց փոփոխություն, անպայման փոփոխություն կլինի ձեր ֆինանսներում, ու ես շատ վստահ չեմ դրական կլինի, ինձ թվում է ծախսեր կլինեն ամեն դեպքում։ Չնայած որ դուք շատ հարմարավետ եք զգում, ես ֆինանսական կորուստներ չեմ տեսնում, բայց եւ իմ փոքր ավելի լրացուցիչ ծախսեր կբացվեն, ինչ որ փոփոխություն կլինի։ Ես փորձեմ լրացուցիչ եւս մեկ կարդ հանել։ Դե ծախսերի դեպքում գումարները կպակասեն, փոփոխությունը կլինի այդ իմաստով։ Ամեն դեպքում։ Ընտանիքի հետ է կապված, ես տուն եմ տեսնում, այսինքն տան, այո, ասում եի, տան ինչ որ կնոջ հետ կապված, մայր է, քույր է, կին է, չեմ կարող ասել, ինչ որ ընտանիքում մեկի հետ կապված ծախսեր կարող են լինել, չեմ ուզում ասել առողջության, չեմ տեսնում առողջության կարտ, բայց ամեն դեպքում, բայց մյուս կողմից տեսնում եմ, ինչու չեմ տեսնում եք, հենց սկզբից տրամադրություն ասում էի, չէ՞, սա նաև կարող է առողջություն նշանակել, այո, սա առողջական իմաստով նշանակում է բարելավում, բայց ամեն դեպքում, եթե մարդու առողջության մասին հոգում եք, դրանք միշտ ծախսեր են, դեղորայք, չգիտեմ, բժշկի գնալ, բայց առողջությունը մարդու կլավանա, բայց ձեր ծախսերը դրանից չեն պակասի, երևի մի քիչ էլ լրացուցիչ ծախսեր պետք կլինի անել, բայց առողջությունը մարդու կլավանա։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում կույսերին հաջորդ շաբաթ, մայիսի 24-ից 30-ը։ Ինչ է սպասվում կույսերին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ փոփոխություն։ Ես չգիտեմ անցած շաբաթ կամ վերջերս ինչ տրամադրության մեջ են եղել կույսերը, բայց շատ այսպես տրամադրության միանգամից տրամադրության փոփոխություն կլինի հաջորդ շաբաթ։ Ես այստեղ ստվերում տեսնում եմ արևը,
Հույսով եմ դրական փոփոխություն կլինի։ Այն կույսերը, որոնք վերջերս մի քիչ շատ էին տանը նստած, չէին ուզում տնից դուրս գալ, շատ չէին շփվում մարդկանց հետ, հանկարծ կուզենան դուրս գալ, տնից դուրս գալ շփվել, որտեղ այս կարտը նաև տեսնում եք, արագիլ ընդհանրապես չվում է տաք երկրներ, հանկարծ կուզեն տնից շատ դուրս գալ, շատ շփում լինի մարդկանց հետ, ինչ-որ փոփոխություն կուզեն մտցնել իրենց կյանքում եւ իրենց հոգում էլ, ինչ որ հանկարծ իրենց մեջ ինչ որ բան կփոխվի, չգիտեմ, ինչ կփոխվի, բայց դրական առումով, արև եմ տեսնում, այսինքն ինչ որ մի բան կպարզվի ձեզ համար, միգուցե ինչ որ բան ճիշտ չէի կանում, կուզեք անել, ավելի пассив էի, կուզեք ավելի ակտիվ լինել, հանկարծ օրինակ որոշում եք գնալ ջիմ, գնաք մարմնամարզությամբ զբաղվեք, չգիտեմ, կարող է գնաք ինչ որ տեսարժան վայրեր, հետաքրքիր վայրեր այցելեք, ամեն դեպքում նրանք, ովքեր ավելի շատ տանը նստած էին, կուզեն մի քիչ ավելի տնից դուրս գալ շփվել, որտեղ սա տնից դուրս գալու տեղափոխության եւ փոփոխության կարտն է։ Անձնական հարաբերություններ կնեն փոփոխություն, այսպես շատ լուրջ փոփոխություններ կլինեն, տեսնենք։ Հետաքրքիր է, ես մի կարտ էլ հանեմ։ Կարծում եմ տեսնում եմ, ինչ որ տեսնում եմ, բայց ամեն դեպքում այո։ Պարզապես ուզում էի վերահաստատել, ես ճիշտ եմ տեսնում, թե ոչ, եւ այո, հաստատեցին կարտերը։ Okay, թվաց վերջին կարտը անեցի մնա առանձին։ Տեսեք ինչեր եմ տեսնում։ Եթե հիշում եք, այստեղ ասեցի, տեսնում եմ փոփոխություն, շատ այսպես լուրջ փոփոխություններ ձեր անձնական հարաբերություններում։ Ես այստեղ կերպարներ չեմ տեսնում, բացի մեկ տղամարդուց։ Չեմ կարող ասել, սա ում հետ է, կարող է տղամարդիկ տղամարդկանց հետ ընկերներ են, եղբայրներ են, ազգականներ են, բարեկամներ են, կդժվարանամ ասել ինչպիսի հարաբերություններում, բայց փոփոխություն կլինի եւ շատ շեշտակի, կտրուկ կլինի ինչ որ փոփոխություն։ Այսպես ձեր ցանկությունները հանկարծ ձեզ համար ավելի པարզ կլինեն։ Տեսեք, այստեղ էլ որ ասում էի շփումը, որ տանը նստած եք, չեք ուզում մարդկանց հետ շփվել, չեք ուզում տնից շատ դուրս գալ, հիմա կուզեք փոփոխություն։ Այ երբ որ ուզեք փոփոխություն, դուք կկարողանաք փոփոխությունը դուք ինքներդ եք անելու, հարգելի կույսեր։ Տեսեք, ճանապարհը բացում է միանգամից, երբ որ դուք կտրուկ հանկարծ որոշում եք, որ ես ուզում եմ փոփոխվի, այսպես չեմ ուզում էլ տանը նստել կամ նույն ռիթմով ապրել, ես ինչ որ բան եմ ուզում փոխել։ Եվ ինչ խոչընդոտներ որ կային, ինչ ճանապարհներ էր որ ձեզ համար փակ էին, որովհետև դուք ինչ որ կասկածներ, վախեր ունեիք եւ ձեր այսպես հարաբերությունները չէին շարժվում մարդկանց հետ։ Սա կարող է լինել եմ ասում, եւ բարեկամական, եւ ընկերական, եւ սիրային հարաբերություններ։ Ինչ որ խնդիր եղել էր մարդկանց մեջ, կամ պարզապես կապ չկար իրար հետ։ Գիտեք, պարտադիր չի, մարդիկ չեն շփվում, որտեղ վիճել են իրար հետ, չէ, չեն շփվում, որովհետև պարզապես, չգիտեմ, ինչ որ մի կայծ չկա իրենց մեջ, ինչ որ կրակ չկա եւ չեն շփվում, ինչ որ երկար ժամանակ, հետո չեն շփվում, չեմ շփվում եւ դա մի տեսակ խոչընդոտ է առաջացնում իրար մեջ, ոչ մի կողմից լուրջ չկա, ու այդպես էլ չեն շփվում, մարդիկ հեռանում են իրարից, բայց իրականում ոչ մի լուրջ պատճառ չկա, որտեղ այստեղ առանձնապես մեծ կոնֆլիկտներ չեմ տեսնում։ Պարզապես հանկարծ կույսերը կորոշեն հաջորդ շաբաթ, որ իրենք ուզում են փոխել իրենց կյանքը եւ մարդկանց հետ որ վաղուց շփում չկար, որովհետեւ ինչից էին վախենում, ինչ կասկածներ ինչեր ունեին, հարաբերությունները այսպես կանգնած էին, հանկարծ իրենք ուզեն կտրուկ փոխել եւ փոփոխությունը լինելու է ձեր գործողությունների շնորհիվ, հարգելի կույսեր։ Իսկ արդյունքում կլինի սա՝ հաջողություն։ Այսինքն, եթե դուք ուզում եք փոփոխություն եւ դուք որոշեք ինչ որ քայլեր անել այդ ուղղությամբ, ինչ որ մեկի հետ զրուցել, զանգել, փորձել հանդիպել, զրուցել, շատ լավ կանցնի։ Դուք հաջողության կհասնեք, այսպես ասեմ, բայց ինքներդ պետք է նախաձեռնեք այս փոփոխությունը, փորձեք ձեր կյանքում ինչ որ բան փոխել։ Աշխատանքի վայրում տեսնում եմ այս ոչ այնքան էլ հաջող կարտը։ Աշխատանքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, տեսնենք։ Ինչ է կատարվում կույսերի աշխատավայրում։ Ինչ է կատարվում աշխատանքում։ Այսպես թերի կարտն էլ վերցնենք, որտեղ լավ կարտեր եմ տեսնում։
Աշխատանքի վայրում ամեն դեպքում այո, տեսնում եմ, որ ինչ որ խնդիրներ եղել են, չեմ կարող ասել, ինչ որ մեկի հետ աշխատանքի վայրում կոնֆլիկտ է եղել կամ իրար չեք հասկացել կամ համաձայնության չեք եկել ինչ որ հարցում, տեսնում եմ այստեղ այո, խոչընդոտ, ինչ որ մեկի հետ լեզու չեք գտնում, բայց զրուցում եք։ Ես այստեղ տեսնում եմ տուն, կարծում եմ, որ դուք իրականում ձեզ շատ հարմար եք զգում ձեր աշխատավայրում։ Դու եթե տնից եք աշխատում, սա ինչ որ մեկի հետ վիճում եք, բանավիճում եք on-line, այդպես էլ հնարավոր է, բայց ես տեսնում եմ կին տղամարդ, այսինքն դուք շատ հարմարավետ եք զգում աշխատանքից դուրս գալու, կորցնելու, ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ուղղակի ինչ որ մեկի հետ լեզու չեք գտնում, բայց դուք կգտնեք շատ շուտով կգտնեք տարբերակը։ Միգուցե եւ հաջորդ շաբաթ տեսնում եք շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, շատ։ Ինչ որ եղել է, առաջ եղել է, բայց մի շաբաթ դուք բոլոր հարցերը կլուծեք։ Կլինի առաջ խաղացում։ Երբ որ դուք կգտնեք տարբերակը, ինչպես այդ խնդիրները լուծեք մարդու հետ, առաջ խաղացում կլինի ձեր հարաբերություններում եւ ձեր ցանկություններին էլ կհասնեք, որովհետեւ ելի եմ, տեսեք, ելի եմ ասում, առաջի կարտը ձեր տրամադրություն ամեն ինչ ասում է, ձեզնից չի ամեն ինչ կախված հարգելի կույսեր, դուք որոշում եք փոխել։ Եթե աշխատանքի վայրում կային ինչ-որ մեկի հետ խնդիրներ, թողնում էիք, ուշադրություն չէիք դարձնում եւ լճանում էր, խնդիրները չէին բարդանում, բայց չէին էլ լուծվում, դուք այս շաբաթ ուզում եք փոփոխություն եւ դուք ձեր ձեռքն եք վերցնում ամեն ինչ եւ դուք կփոխեք եւ ձեր աշխատանքը նորից կլինի տան նման շատ հարմարավետ, դուք ձեզ շատ լավ կզգաք ձեր աշխատավայրում, բայց ինչ էլ անեք, դուք պետք է անեք, հարգելի կույսեր։ Ֆինանսներում էլ կլինի փոփոխություն, ինչ որ մի նորություն։ Տեսնենք, ինչ կլինի ֆինանսներում։ Ինչ նորություն, փոփոխություն կլինի կույսերի ֆինանսներում հաջորդ շաբաթ։ Շատ դրական փոփոխություններ կլինեն, ձեր դրական տրամադրությունից ամեն ինչ կփոխվի ձեր շրջապատում, եւ անձնական հարցերում, եւ աշխատավայրում, եւ ֆինանսներում։ Տեսեք, ֆինանսներում երեխայով ասեցի, ինչ որ նորություն, փոփոխություն կլինի։ Փոփոխություն կլինի աճ։ Ֆինանսների ծառով եւ 7-ով տեսնում են, որ ինչ որ լուր կլսեք, ինչ որ առաջխաղացում, ինչ որ, չգիտեմ, ֆինանսական աճ կլինի, ինչ իմաստով չեմ կարող ասել։ Ինչ որ մի դրական լուր եք լսում եւ տեսնում եմ այստեղ նավակը կանգնած է, ծախսեր ունեիք հանկարծ, տեսեք, հնարավոր է ինչ որ լավ լուր եք լսում, ինչ եք լուրի եք սպասում, չգիտեմ, դա կարող է իրական ձեզ համար ծախսեր առաջացնել, բայց ձեր սրտով է, դուք ուզում եք, եթե վարկ էիք ուզում, հա, վարկը ծախս է, դուք ընկնում եք, չգիտեմ, քանի տարով պարտքի տակ, բայց սա այն ինչ որ դուք ուզում եք, դուք կստանաք ձեր վարկը, կլինեք շատ ուրախ, բայց միևնույն ժամանակ կունենաք ծախսեր։ Շատ դրական ծախսեր են ամեն դեպքում, դուք սպասում եք այդ լուրին, լուրը կգա, ծախսեր էլ կլինեն, բայց դուք շատ ուրախ ու երջանիկ եք։ Ձեզ պետք էին այդ ծախսերը, ամենայն հաջողություն եմ ցանկանում։ Այժմ տեսնենք ինչ է սպասում կշարքներին հաջորդ շաբաթ։ Մայիսի 24-ից 30-ը։ Ինչ է սպասում կշարքներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ այսպիսի։ Երևի մի փոքր կուզենան մենակ մնալ մի շաբաթ կշարքները, ինչ որ հարցերի շուրջ կուզեն մտածել, ինչ որ հարց ամեն դեպքում կարծում եմ իրենց հուզում է, ինչ որ լուրջ հարց, ես չեմ կարող ասել բացասական ինչ որ խնդիրներ կան, խնդիրներ չեմ տեսնում, այլ պարզապես մարդը, սա իմաստուն մարդու կարգն է, այսինքն ինչ որ միգուցե խորհրդի կարիք ունեն, միգուցե կուզեն ինչ որ մեկի հետ զրուցել, կիսվել, ինչ որ հարցով, որ իրենց հուզում է, չգիտեմ, մի շաբաթ տեսնենք անձնական հարաբերություններում ինչ ցույց կտան, կհանդիպեք, կշփվեք մարդկանց հետ, թե ոչ, ամեն դեպքում դուք այդպես մի տեսակ մտքերի մեջ եք լինելու, ավելի շատ մենակ ինքներդ ձեզ հետ մտքերով տեսնենք։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ առնետներ, տեսնում եմ ինչ որ կորուստ, դրա համար էլ երևի ինչ որ մտքերի մեջ եք, ընդհանուր տրամադրությունը տեսնենք։ Ինչ կմանրամասնենք կարտերը անձնական հարաբերություններում, ինչ է նշանակում առնետները։
Ավելի շուտ կարող եմ ասել, որ երևի դա նշանակում էր մտքերով են մի քիչ երևի տխուր են կշարքները մի շաբաթ, ճիշտն ասած։ Մի քիչ տխուր են, ինչու, որովհետև ինչ որ բան կամ ինչ որ մեկը հեռանում է իրենցից։ Բայց ես չեմ տեսնում ոչ մի բացասական կարտեր այստեղ, իրականում փոփոխությունն է։ Ինչ որ մեկը հեռանում է տնից եւ դրա համար էլ կշարքները կարող են լինել տխուր։ Տեսեք ինչեր եմ տեսնում։ Տեսնում եմ տուն, այսինքն տնից է ինչ որ մեկը հեռանում, տեսնում եմ արագիլ։ Տեսնում նաև շատ կերպարներ, եւ կին եմ տեսնում, եւ տղամարդ եմ տեսնում։ Տեսնում եմ նաև մատանի, այսինքն այստեղ եւ աշխատանքի կարտն եմ տեսնում։ Կարող եմ ասել, որ ինչ փոփոխություններ լինի ընտանիքում, ով էլ ուր էլ որ գնում է, շատ դրական է։ Դրական է։ Ինչ որ մեկը պայմանագիր ունի, ինչ որ գործատիրոջ հետ, միգուցե եւ արտերկրում իմիջիալոց գործուղման է գնում միգուցե ինչ որ մեկը, բայց այդպես կարող եմ ասել, որտեվ շատ դրական կարտեր եմ տեսնում, ուղղակի դուք տխուր եք, որտեվ ինչ որ մեկը տնից գնում է աշխատելու, հեռու, չգիտեմ, տնից ուր է գնում, ինչ գործուղում, սա պայմանագիր են կնքում։ Այդպես կարող եմ ասել, սա էլ աշխատանքի կարտն է, առաջարկություն են արել, այո, աշխատավարձի աշխատանքի համար ինչ որ մեկը տնից դուրս է գալիս, գնում է, իրականում շատ դրական է լինելու։ Բավականին դրական փոփոխություն է, բայց ամեն դեպքում տխրում է, չեմ կարող ասել ով է տխրում։ Մայրն է տխրում, որդին է գնում գործուղման, կինն է տխրում, ամուսինն է գնում, կդժվարանամ ասել։ Իսկ եթե տխրում են ընտանիքի մեծերը, տեսնում եք, այդտեղ ես տարիքով մեծ մարդ եմ տեսնում, եթե տխրում են ծնողները, որտեղ երիտասարդ զույգն է ընտանիքից, այսպես ամուսնական զույգն է, երկուսով են գնում աշխատելու արտասահմանում երկրից դուրս եւ այսպես տեսնում եք, որտեղ ես կինել եմ տեսնում տղամարդ ծնողներն են տխրում, այդպես էլ կարող է լինել։ Իսկ եթե մի հոգի աղջիկն է գնում գործուղման, տնից գնում է աշխատելու, ծնողները տխրում են, եւ սա պայմանագիրն է, ամուսնություն չի նշանակում, այսինքն ամուսնական զույգ չի, տարբեր ձևով էլ կարող եմ տեսնել։ Իսկ այստեղ ստվերում տեսնում եմ գումար, այո, գնում են աշխատելու, գումար վաստակելու են գնում, ովքեր որ գնում են, ուղղակի որովհետեւ շատ կերպարներ եմ տեսնում, ելի եմ ասում, շատ դժվարանում եմ ասել, տարբեր մարդկանց տարբեր իրականություն կհամապատասխանի, այսինքն դուք իմանաք ձեր ընտանիքում ինչպես է, երիտասարդներն են գնում, թե երիտասարդ աղջիկն է գնում, ու երիտասարդ միջին տարիքի նկատի ունի, ամեն մեկը տնից ինչ որ մեկը գնում է եւ գնում է մի քիչ ավելի հեռու, բայց շատ լավ դրական եմ տեսնում, այսինքն լավ նպատակով է գնում, ուղղակի դե տնից գնում է, երևի թե ընտանիքի անդամները կարոտում են եւ տխրում են։ Աշխատանքի վայրում տեսնում եմ ինչ որ նորություն, ինչ որ շատ արագ, շատ այսպես մեծ, չգիտեմ, փոփոխություն է, բայց նորություն է ավելի շուտ։ Ինչի մասին է նորությունը, կարող ենք տեսնել լրացուցիչ կարտերով։ Սպասում եք դուք աշխատանքի կամ գործերի հետ կապված նորության, չգիտեմ, բայց ինչ որ շատ արագ ինչ որ նորություն է գալիս ձեզ։ Նորություն իրականում երևի առաջարկություն է գալիս։ Տեսնում եմ այստեղ տուն, տեսնում եմ աղվեսը, որն իրականում ես այստեղ աղվեսին ոչ մի խարդախ մարդ չեմ տեսնում։ Մի քիչ ճարպիկ երևի խորամանկ ճարպիկ անձ է, որը աշխատանք է առաջարկում, եւ եթե գործերը տեղից չէին շարժվում, արևով շատ լավ եմ տեսնում։ Բայց հիմա գանք հերթով։ Ես այստեղ ասացի, որ տեսնում եմ նորություն, շատ արագ ինչ որ մեկ այսպես շտապելով վազքով գալիս եւ ձեզ ինչ որ նորություն է հայտնում։ Տեսնեք, տունը, եթե տան արքու վաճառքի հետ գործ ունեք, աշխատում եք, չգիտեմ, գործակալ եք, ապա առաջարկություն կստացվի, դուք տուն եք վաճառում, առաջարկությունը կլինի եւ եթե, չգիտեմ, ֆինանսական առումով համաձայնության գաք, ամեն ինչ շատ հաջող։ Ամենայն հավանականությամբ կգաք համաձայնության, որովհետև չնայած ինչ որ, այո, կզրուցեք, սկզբում կարող է համաձայնության չգաք, ի վերջո կգաք, որովհետև արև եմ տեսնում։ Եթե ձեր աշխատանքի բնույթը, չգիտեմ, տուն գնել վաճառելն է կամ անշարժ գույք, այդպես կարող եմ ասել։ Իսկ եթե դուք տնից եք աշխատում, որտեղ տուն եմ տեսնում, աշխատանքի հետ, ինչպես կարող եմ ասել, կամ տուն է գալիս այդ ինֆորմացիան արա, կամ տնից եք աշխատում, աշխատանքի ինչ որ առաջարկություն կարող եք ստանալ եւ եթե ձեր գործերը կանգնել էին դուք աշխատանք եք փնտրում, կգտնեք, առաջարկությունը կգա եւ շատ դրական կլինի, ձեզ շատ դուր կգա, ամեն դեպքում ինչ էլ որ լինի, այս նորությունը շատ լավ էր աշխատանքի վայրում։ Ֆինանսներում էլ եմ տեսնում շատ դրական։
Այսինքն դուք բանալին ձեր ձեռքում է ֆինանսական ինչ հարցեր էլ ունենայիք, ոչ մի խնդիր չի լինի, դուք կգտնեք բոլոր ձևերը, միջոցները ձեր ֆինանսական հարցերը լուծելու, եթե ինչ-որ հարց կա իհարկե։ Տեսնենք էլ ինչ կասեն կարտերը կշարքների, ֆինանսների մասին հաջորդ շաբաթ։ Շատ լավ է։ Ասում եմ, չէ, բանալիով նշանակում էր, որ բոլոր հարցերը դուք կկարողանաք լուծել։ Իսկ հարցեր եղել են երևի թե ֆինանսների հետ կամ լրացուցիչ բավականին ծախսեր են եղել, ինչ որ ֆինանսական խնդիրներ ամեն դեպքում եղել են, զղարի տասով կարող եմ ասել, չէին շարժվում կամ հակառակը, շարժվում էին դեպի ավելի շատ ծախսեր։ Միգուցե շատ էիք ծախսում վերջերս կամ չգիտեմ, ինչ ծախսեր էին ավելացել։ Եվ մի տեսակ այո, ձեր ֆինանսներին չէր համապատասխանում։ Կոնֆլիկտը ձեր եկամտի եւ ծախսերի մեջ էր։ Տեսնում եք, այստեղ խաչի 10-ն է, այսինքն տունը եկամուտն ինչ որ ձեր տուն մտնում է։ Եվ ինչ որ դուք ծախսում եք, կոնֆլիկտը այդ երկուսի մեջ է։ Դուք շատ ավելի քիչ եք ստանում, ավելի շատ էիք ծախսում եւ դա խնդիր էր բնականաբար։ Իսկ հիմա արդեն տեսնում եմ գումարը գալիս է, չէ, գալիս եք համաձայնության, չգիտեմ, ընտանիքումով էր գումար ծախսում կամ դուք եք, բանալին ձեր ձեռքում է, լուծումը գտնվում է եւ ձեր ֆինանսները կմնան ձեզ, այսինքն ծախսերը կպակասեն, ես չեմ կարող ասել նոր գումարներ կգան թե չէ, դուք ինքներդ կզգաք, այստեղ ես ինչ որ ասում եմ, ինչին էր համապատասխանում։ Ամեն դեպքում ես տեսնում եմ ֆինանսական աճ, ֆինանսների առումով բանալին ձեր ձեռքում է, դուք կկարողանաք բոլոր խնդիրները լուծել, ծախսերը պակասացնելով ըստ երևույթին։ Իսկ տրամադրությունը տխուր, պարզապես անձնականի հետ էր, ինչ որ մեկը երևի գործուղման է գնում։ Դրա համար տխուր էիք։ Այժմ տեսնենք ինչ է սպասում կարիճներին հաջորդ շաբաթ, մայիսի 24-ից 30-ը։ Ինչ է սպասում կարիճներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ սար։ Սարը նշանակում է խոչընդոտ։ Այսինքն, չգիտեմ ինչ է ձեր մտքում հարգելի կարիճներ, ինչ որ նպատակ, ինչ որ ցանկություն եք, շատ մեծ գլոբալ հարցի մասին չի այստեղ խոսքը, ամեն դեպքում ինչ որ մի բան խանգարում է ճանապարհին, այսինքն ինչ որ հարցում մի տեսակ խնդիր կար, փորձում եք մտածում եք անդադ այս խնդրի լուծման մասին, ինչպես կարող եք այս խոչընդոտը հեռացնել։ Տեսնենք սա ինչին է վերաբերում, անձնական հարցերին, ֆինանսներին, թե աշխատանքին։ Անձնական հարցերում ինչ որ լուրի եք սպասում ինչ որ մեկից, կարող է վաղուց եք սպասում լուրն ուշանում եղարի 7-ով, կամ կարող է հեռվից եք սպասում։ Տեսնենք։ Ինչ կհոշեն կարտերը կարիճների անձնական հարաբերությունների մասին։ Տեսնում եք, շատ լավ, գեղեցիկ կարտեր եմ տեսնում, կարմիր, 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 արդեն միայն կարմիր տեսնելով գիտենք, որ ամեն ինչ լավ է, ինչպես ասացի, լուրի եք սպասում կամ հեռվից կամ շատ վաղուց եք սպասում չի գալիս, ի վերջո կգա, ձեր կասկածներն ու անհանգստությունները միգուցե որովհետև ուշանում էր լուրը, փոփոխություն կլինի, շատ դրական փոփոխություն լուրը կգա, տեսնում եք, այստեղ խոսակցություններն են, այսինքն ինչի մասի որ լուր սպասում եք, լուրը կգա ի վերջո եւ կլինի շատ դրական փոփոխություն, դրական կլինի, շատ լավ կլինի ամեն ինչ, այսինքն 10-ով կարող եմ ասել, որ դուք ինչ որ ակնկալում եք այս լուրից, ինչ որ ակնկալում եք, ինչ փոփոխություն պետք է լիներ, կլինի։ Դուք լինեք շատ բավարարված, շատ գոհ։ Ես այստեղ ոչ մի մարդկային կերպարներ չեմ տեսնում, չեմ կարող ասել, այս ինչի մասին է խոսքը այստեղ, բայց սա գործերի չէր վերաբերում, անձնական հարաբերությունների մասին էր։ Այսինքն ընտանիք, բարեկամներ, ազգականներ, ինչին էլ որ վերաբերում էր անձնական որ հարաբերություն, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Ինչ որ մեկից լուր չգար, լուրը կգա, եթե լուր չէր գալիս, լուրը կգա, կխոսեք, կզրուցեք, իրար շատ լավ կհասկանաք, 10-ով էլ առավելագույնս կլինեք բավարարված ձեր զրույցներից։ Աշխատանքում կլինի նորություն կամ նորամուծություն, կամ կլինեն նոր մարդիկ, որոնց հետ կաշխատեք, տեսնենք։
Կամ միգուցե նոր աշխատանք, տեսնենք։ Ինչ եմ տեսնում աշխատանքի վայրում։ Աշխատանքի վայրում տեսնում եմ արջ։ Եթե արջը դուք եք, ուրեմն դուք ձեզ շատ հարմարավետ, շատ լավ եք զգում ձեր աշխատանքում, միգուցե վաղուց եք անում այս գործը, դուք ձեր գործի վարպետն ու մասնագետն եք, շատ լավ է, նույնիսկ եթե ինչ-որ խնդիրներ առաջանում են, դուք միշտ գիտեք ձևերը, գտնում եք, նույնիսկ եթե Google անեք, ինտերնետով գտնեք հարցերը ոնց լուծեք, ինֆորմացիա հավաքելով, ստանալով, հա դուք շատ հեշտությամբ կարողանում եք բոլոր տեսակ հարցերը լուծել։ Եվ շատ սիրում եք նորամուծություն ձեր աշխատանքում, ըստ երևույթին, հա, այդ նույնիսկ ինտերնետով էլ չգիտեմ, ինչ եք օգտագործում, բայց նորամուծություններն էլ շատ հեշտությամբ օգնում են, դուք բոլոր հարցերը շատ արագ լուծում եք։ Իսկ եթե դուք չեք սա, դա ձեր գործատերն է, ում համար որ դուք աշխատում եք, ձեր շեֆը, այսպես կարող եմ ասել, եթե ինչ-որ, չգիտեմ, խնդիրներ եղել են, ինչ-որ աշխատանքում, ինչ-որ անհամաձայնություններ են եղել, ես տեսնում եմ այստեղ խոսակցություններ, գնում եք, զրուցում եք, բանակցում եք, ես չեմ կարող ասել դուք իրար հետ վեճ եք ունեցել ճիշտն ասած, այլ աշխատանքում են ինչ-որ խնդիրներ եղել։ Հա, ես չեմ տեսնում անկեղծ ասած, որ դուք վիճում եք ձեր շեֆերի հետ կամ իրենք ձեզ հետ։ Խնդիրը ձեր մեջ չէ, այլ խնդիրը գործի մեջ է, աշխատանքի վայրում, աշխատանքի հետ կապված, զրուցում եք անդադ ձեր վերադասի հետ, ինչ փոփոխություն պետք է անել, սա էլ ինֆորմացիան է փոփոխությունը, զրուցում եք, բացատրում եք, նորամուծություն ընդունում եք եւ այդպես լուծում եք ձեր հարցերը։ Ես կարծում եմ մի շաբաթ մեծ փոփոխություն կարող է չլինել, որտեղ մի շաբաթ ես տեսնում եմ զրույցները։ Պարզապես դուք գտնում եք տարբերակ, ինչպես աշխատանքի վայրում ձեր գործը հեշտացնել, հա, փորձում եք տարբերակներ գտնել, ինֆորմացիան գտնում եք, հավաքում եք, զրուցում եք եւ փորձում եք դուք ձեր վերադասերի հետ միասին աշխատանքը թեթևացնել։ Տեսնեմ մյուս կողմից ինչ կարող եմ տեսնել։ Եթե մյուս կողմից որպես երեխայով կարող եմ ասել, եթե ինչ-որ մեկը նոր աշխատանք է գտել, նոր աշխատանքի է անցել, միգուցե ձեր վերադասը սկզբում այնքան էլ ձեր սրտով չլինի, պահանջները կարող են լինել մի քիչ ավելի շատ, քան դուք ակնկալում էիք, բայց դուք շատ արագ կսովորեք, կտիրապետեք գործին եւ շատ հաջող կլինի եւ ձեր, այսպես ասեմ, շփումն էլ ձեր շեֆի հետ, վերադասի հետ շատ արագ կվերականգնվի։ Բայց այս բոլորը իհարկե ժամանակի հարց է։ Ես մի քանի տարբերակ փորձում եմ ասել, որը ում կհամապատասխանի, այդպես էլ կլինի։ Ամեն դեպքում ինչ-որ նորություն, փոփոխություն է սպասում աշխատանքի վայրում, հարգելի կարիճներ։ Ֆինանսներում տեսնում եմ շատ լավ, դուք շատ լավ վիճակում եք, դուք ձեզ շատ լավ եք զգում եւ ֆինանսներն էլ 10-ով ընդհանրապես ֆինանսները գալիս են։ Իսկ նա ֆինանսներով կարիճները խնդիր չունեն, բավականին ապահոված են։ Տեսնենք ինչ է սպասում ֆինանսներում հաջորդ շաբաթ։ Շատ լավ է, շատ։ Ես սկզբից էլ տեսա, որ շատ լավ է։ Տեսնում եք, շատ կտրուկ հաջողություններ են սպասում, շատ շեշտակի ես կարող եմ ասել, ու չեմ կարող ասել, թե դուք ինչ եք անում։ Ինչ եք անում, հարգելի կարիճներ, որ այսպես տեսնում եք, տեսեք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Ճիշտ է, գերանդին կտրող, չգիտեմ, ինչ որ կտրող սուր գործիք է, բայց այստեղ ոչ մի բացասական իմաստ չի կարող լինել։ Շատ կտրուկ ձեր ֆինանսներում ինչ որ հաջողություն է լինում, շատ ձեր սրտով։ Ես չեմ կարող ասել, դուք ինչ եք արել, ինչով եք նպաստել, ինչ որ արել եք, շատ լավ եք արել։ Դուք եթե մենակ չեք աշխատում, ինչ որ ընկերների հետ շնով կարող եմ ասել, ընկերների հետ նույնիսկ եթե գումար եք ներդրել միասին, գործ եք անում ինչ որ ընկերոջ հետ, շատ մտերմիկ կամ շատ ձեզ համար նվիրված հավատարիմ մարդկանց հետ, շատ լավ գործընկերներ են, շատ այսպես կտրուկ հաջողություն է, ճանապարհը հանկարծ բացվում է, շատ ձեր սրտով կլինի հաջորդ շաբաթ ցանկացած փոփոխություն կամ նորություն գործարք ֆինանսների հետ կապված։